Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 4-ի համար։ Այլայն օր է համարվում, իրար հետևից էսպես գալիս է, և այսօրը կարող եք երազանքներ պահել, կարող եք սկսել նոր գործեր, իհարկե դեռ երկուսին է եղել լիալուսինը, բայց ամենայն դեպս մենք ունենք նաև նվազող լուսնի ժամանակ, օրեր, որքան հիշում եմ 20-րդ լուսնային օրներ, որ կարող եք գործերը սկսել, հենպես չի, որ հենց ամիջապես այդ օրը պետք է սկսեք, բայց երազանք պահեք, ձեր ցանկություններ, նպատակներ, այն ինչ որ ունեք, այդ օրը ավելի այդպես կենտրոնացեք դրա վրա, որովհետև բաց է տարածքը առ Աստված համար, օգտագործեք այս հնարավորությունը։ Եվ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս հրաշքուրը։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 4-ին։ Այդ օրը կզբաղվեք ձեր գեղեցկությամբ կամ առողջությամբ նաև, և ոմանք կարող են այցելել իրենց ծնողներին, բավականին ձեզ սիրված կզգաք, միգուցե ծնողների մոտ եք կամ հարազատների, նաև դա սեր է, նոր սեր կամ սիրո խոստովանություն, ընտանիքում սեր, աշխատանքի վայրում սեր, ամենուր սեր այդպես։ Սա նաև ճակատագրական հարաբերություններ են, այստեղ ևս ընտանիքն է, սեր և ճակատագիր, որից է ճակատագրական մի քայլ կամ դուք կանեք, կամ ձեր հանդեպ կանեն, ճակատագրական քայլը չի լինում միմիայն լավը, դա պետք է ևս հաշվի առնեն։ Սա բայց նաև կարող է լինել փորձություն, դժվարություն հարաբերություններում, սիրո մեջ և ծնողների հետ, նաև ինչ-որ փորձություն հենց սիրո հետ կապված, որ տեսնեն, արդյոք սեր կա ընտանիքում, սեր կա մեկը մյուսի հանդեպ։ Դժվարություններ են, դժվարություն, որ պետք է կարողանաք հաղթահարել դա։ Ինչ-որ մեկին փորձում եք սիրահետել, սիրո խոստովանություն անել, բայց ոնց որ էլի դժվարություններ կան։ Եվ ոչ միայն, սա ծնող երեխա հարաբերություններ, այնտեղ ընտանիք, դա ևս, այդ սերը ոնց որ կամ դժվարությամբ եք մեկը մյուսին արտահայտում, կամ ոնց որ չեք զգում իր կողմից այդ սերը։ Մի խոսքով, օրը կերևա և պետք է հասկանաք, որ դա փորձություն է և պետք է կարողանաք այն հաղթահարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 4-ին։ Այստեղ ինչ-որ մի բան է ձեզ համար հեշտ անում, ինչ-որ գործողություններ դա կարող է լինել, ինչ-որ մեկին տեսնելու, հանդիպելու, խոսելու հետ, հաշտվելու, ինչ-որ պահեր են, որոնք կհեշտանան այդ օրը։ Եվ մանրուքներին պետք է բավականին ուշադրություն դարձնեք, յուրաքանչյուր մանրուք պետք է լավ ուսումնասիրեք, տեսնեք արդյոք ոնց որ ամեն ինչ ճիշտ է, թե չէ, լավ մանրամասն ուսումնասիրեք, և այստեղ ոնց որ ասում են ինչ-որ մի բանը, որ հեշտանում է, պետք է անպայման մի հատ լավ խոր ուսումնասիրել, այդ ոնց է, որ տենց հեշտ եղավ, դրա համար պետք է յուրաքանչյուր մանրուք լավ ուսումնասիրել։ Այստեղ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ կամ տուն մաքրել։ Եթե խորանաք մանրուքների մեջ, հնարավոր է նաև վեճ։ Այդպես է միշտ էլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 4-ին։ Անհանգիստ եք ինչ-որ մեկի հետ կապված, սա նաև կարող է լինել, օրինակ բորբոքված եք, այդպես գոռգռում եք, և խոսում եք ինչ-որ մեկի հետ, պատմում եք, բղավում եք, լեզվակռվի մեջ եք մտնում, հետո նոր կարգավորվում եք,
ամեն ինչ հանգստանում է։ Ինչ-որ մի ոլորտ է սա, հա, կամ իրոք լարված եք, ինչ-որ մեկի հետ կապված անհանգիստ եք եւ խոսում եք ինչ-որ մեկի հետ եւ ոնց որ հանգստանում եք, վերջ։ Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կանոնանում է։ Ոնց որ նաեւ իրար հետ խոսում եք, իրար եք հասկանում եւ այստեղ այլ ոնց որ էլ դժվարություններ չլինի, հա, հետագայի համար։ Նույն դեպս ամեն ինչ հանգստանում է խոսակցությունից հետո։ Ամեն որ վերջին խոսքը իրար ճուփ, իրար բերանի, ասում եք, նոր հետո հանգստանում եք այդպես։ Այսքանը ձեզ համար դա խոսքը ձերն է, այնպես որ դուք խոսքով կարող եք նաև ասել եւ որոշել ավելի հանգիստ, հա, եթե բորբոքված եք ավելի հանգիստ որոշում ընդունեք եւ հանգիստ խոսեք, հասկանաք իրար, ամեն ինչ նորմալացնեք։ Ինչ որ մեկի հետ լինի դա աշխատանքի վայր, ընտանիք, հարևան, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 4-ին։ Ինչ որ բաներ հեշտանում են ձեզ մոտ, կամ ուժ է ստեղծվում, որ ինչ որ մի բան ավելի հեշտ անեք։ Այդտեղ հեշտ գնաք ժամադրության, հեշտ ծնունդ անեք, հեշտ գնաք ծնունդի առիթի, ինչ-որ մի բան կարող է լինել, որը ավելի հեշտ է մարդու կյանքում տեղի ունենում եւ մարդը այդպես առիթ է ունենում ուրախանալու։ Նաեւ դա կարող է լինել ժամադրություն, սիրային կապ, նաեւ ինչ-որ անակնկալներ, լավ լուր, լավ պահեր, որից որ դուք բավականին շատ կուրախանաք այդ օրը։ Բայց այստեղ կամ վեճ է, կամ տուն եք մաքրում։ Որ ասում է ուրախությունը հարամ մի արեք, հա, ավելի լավ է տուն մաքրեք։ Դե եթե ինչ-որ առիթ ունեք, որ այստեղ կարող ծնունդ է։ Եթե առիթ ունեք եւ դա շատ թեթև կանցնի, շատ ավելի հեշտ կանցնի եւ կարող ուղղակի իրենցից հետո տուն եք մաքրում։ Եթե ոչ, ապա սա նշանակում է հետո վեճ։ Ինչ-որ մի բանը իրար չեք համապատասխանում։ Այստեղ ինչ-որ մի բաներ են զարգանում, առաջ գնում, չգիտեմ ինչու պետք է հետո վիճեք։ Ինչ-որ մի բանը կարող ձեզ խանգարում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 4-ին։ Հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ որ կանեք, այն ինչ որ կփորձեք անել այդ օրը։ Ոնց որ մեկ անգամյա հաջողություն է, ինչ որ մի բան արեցիք, դա հաջողությամբ կավարտեք, այդպես նաև ներքև նայեք արևն է։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ոչ թե ճակատագրական պահեր են սրանք, որ տեղի կունենա ձեզ մոտ, ինչ որ փոփոխություններ են, նաև հերվից կարող եք լուր լսել, հերվից ինչ որ մեկի մասին տեղեկություններ իմանալ եւ կայունանում է, ինչ որ մի բան է կայունանում ձեզ մոտ, ինչ որ ոլորտ է կայունանում, ոնց որ այդ ոլորտի համար ավելի հանգիստ կլինեք հիմա։ Կկարգավորվի դա։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է ուղղակի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 4-ին։ Բավականին առույգ կլինեք, շատ գործեր կանեք, կավարտեք։ Հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, շատ կլինեք նաև ճանապարհներին։ Ինչ-որ բաներ, եթե պատվիրել եք, կարող է դա գալ ձեզ հասնել, կամ թեկուզ այդ րոպեին, հա, ոնց որ պատվիրեք ուտելիք կամ մեկ այլ բան։ Այդ օրը նաև խորամանկ մարդիկ կան ձեր կողքը, աղվես է, նաև խաբեբա դա կարող է լինել։ Այնպես որ ուշադիր եղեք, ամենայն դեպս այդ օրը ինչ որ բաներ անելուց առաջ։ Այնտեղ կարող է ոգևորված լինեք եւ ինչ որ մարդիկ օգտվեն այդ առիթից։ Կամ դուք ինքներդ պետք է լինեք ավելի խորամանկ, ավելի այդպես, որպեսզի կարողանաք հասնել ձեր ուզածին այդ օրը։ Ամենայն դեպս այստեղ ամեն ինչ կարգավորում եք, ամեն ինչ կայունանում է, նորմալանում է, ոլորտը, որը կաղում էր ձեզ մոտ, այդքան էլ լավ չէր, այդ ոլորտը կարգավորվում է,
առանց որևիցե խնդրի։ Իսկ եթե այստեղ ձեզ կխոստանան, որ ինչ-որ մի բանը ձեզ կկարգավորեն, ապա մի հավատացեք։ Հա, այս դեպքում արդեն կարող խաբեություն է դա։ Ուղղակի օդի մեջ շփոթ փուչիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 4-ին։ Ինչ-որ մարդկանց հետ կարող եք վիճել, ինչ-որ անցյալից կարող են լինել այդ մարդիկ, խաբեբաներ, իրենց հետ կարող եք վիճել։ Այստեղ, չգիտեմ, տուն եք մաքրելու, միգուցե տուն պետք է մաքրեք, որովհետև ինչ-որ մարդիկ են գալու, օրինակ, ում վաղուց չեք տեսել, ում անցյալում եք հանդիպել, իրենց հետ անցյալում եք շփվել եւ հիմա էլի նույնից գալիս են։ Միգուցե դա է, միգուցե այստեղ ուղակի իրոք այստեղ խաբեբաներ են, ում հետ որ կարող եք վիճել, ովքեր որ անցյալից են։ Կամ դուք պետք է խորամանկորեն դուրս գաք, հա, այդ կռվով, այդպես նաև կարող եք դուրս գալ այդ հարցից։ Մի քիչ խորամանկություն ցուցաբերելով։ Անցյալի մեջ եք խորանում, եթե այստեղ տուն եք մաքրում, ապա կարող է այն բաները, որոնք որ այլ չեք օգտագործում, այլ պետք չեն, հա, դրանք օրինակ դեն նետեք, հանեք դուրս գցեք։ Եվ իհարկե այստեղ արդեն պետք է ուշադիր լինեք, կամ դուք եք խորամանկ լինելու ինչ-որ գործեր անելու համար, կամ այս անցյալը շրջանցելու համար, կամ խաբեբաներ են, որոնք էլի կարող են գալ անցյալից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 4-ին։ Հաջողություն յուրաքանչյուր գործում, այնտեղ հիանալի է, մեկը մյուսից լավ քարտեր են դուրս գալիս։ Հաջողություն, նոր դռներ են բացվում, այստեղ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, որ ինչ-որ մի բան կարողացաք ի վերջո անել, այն էլ հաջողությամբ անել, կամ այդ հաջողությունը կլինի յուրաքանչյուր ոլորտում, այստեղ կարող է լինել։ Եվ գումարը կամ ծախսելու եք, կամ գումար է գալու ձեզ մոտ։ Կարող է սա լինել իրոք բոնուս, այնպես մի փոքր ավելացված ձեզ համար։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 4-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, կամ ընկերուհու հետ, այստեղ կան, հա, երկուսն էլ կան, կամ ընկերների հետ, միգուցե այդպես է։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Ինք կամ հյուր կգա ձեզ, կամ դուք կգնաք հյուր, իր մասին նորություններ կլսեք, նաև կարող է առաքիչ է, ինչ-որ մի բան եք պատվիրել, առաքում է ձեր տուն։ Տեսնենք ով է այս տղան։ Այստեղ ավելի մեծ տարիքով մարդ է։ 3 երեսանի մարդ է, մի փոքր այստեղ տարիքով է, որտեղ մենք ունենք նաև երիտասարդ տղան ներսում։ Ուշադիր եղեք։ Իր առաջարկներից, իր ասածներից պետք է ուղղակի ուշադիր լինեք։ Որտեղ ինչ-որ մի բան կարող առաջարկել, հա, եւ դուք էլ մի քանի անգամ ոնց որ ասում են, իր առաջարկը մի հատ լավ վերանայեք նոր հետո վերջնական որոշում կայացրեք։ Ընդունեք թե ոչ։ Միգուցե ընկերների մեջ են իրանք, որտեղ երբ որ ընկերոջ մասին ասացի, ներքևում աղվես կար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այճեղջյուրներին։ Ինչ է սպասվում այճեղջյուրներին ապրիլի 4-ին։ Էմոցիոնալ կլինեք բավականին շատ։ Էմոցիաները սա կարող են լինել, այստեղ ինչ-որ քայլ եք կատարում, միգուցե այստեղ հարսանիք է
առաջին անգամ ընկավ, ընդհանրապես շաբաթվա մեջ շատ եմ ասում, որ պատրաստվում եք, այնպես որ պարտադրիչի շաբաթ օրը եւս ընկնի, որ առիթի եք։ Այստեղ կողը իրոք ձեր առիթն է, բավականին էմոցիոնալ եք, ձեր երեխայի առիթն է, այստեղ ճակատագրական քայլ է կատարվում, եւ առիթը այստեղ դա է։ Սա նաեւ մարդու կյանքը եւ լավը եւ վատը այստեղ է եւ բարդությունը եւ լավը կարող է դուրս գալ ոնց որ հասարակական կյանք, այդպես ինչ որ իմանան բոլորը։ Նաեւ սա ռոմանտիկ պահեր են, ռոմանտիկ ժամադրություն է, դեռ լուսինը մեծ է, այնպես որ կարող եք այդպես լուսնի ներքո ռոմանտիկ ժամադրություն ունենալ եւ այդտեղ ճակատագրական քայլ է նաեւ չի բացառվում հետո օրինակ ինտիմ հարաբերություններ, որը գուցե նախատեսված չէր, հա, ինչ որ քայլ եք անում, հետո արդեն դե դուք եք որոշողը։ Բայց սա նաեւ էմոցիոնալ մարդը ինչ որ մի դժվարություններ է ձեզ մոտ եւ դրա համար եք էմոցիոնալ։ Կամ ոչ մեկին եք տեսնում, ով որ ձեզ համար այդպես ճակատագրով է եկել եւ իրեն տեսնելուց եք այդպես էմոցիոնալ։ Դա նաեւ գիշերը կարող է ինչ որ հետաքրքիր երազ տեսնեք։ Ուղղակի կամ 4-ի գիշերը կամ արդեն 4-ին արթնանաք այդպես երազներ տեսած։ Ինչ-որ բանը մութը ձեզ մոտ գախնի է եւ դրա համար ասա ինչ որ բաներ են որ ձեր ուսերին են։ Ինչու է միշտ իմ մոտ մութ, ինչու է միշտ այսպես ինչ որ պահեր են։ Ամենայն դեպս փորձություններ են, որոնք որ այդ օրը կլինեն։ Դե առիթ է սա, գուցե դժվարությունները առիթի հետ է կապված, ոնց որ էլի բերը ձեր ուսերին է, դուք պետք է ամեն ինչ անեք այդ առիթի հետ կապված։ Սա նաև հասարակական կյանքն է, կամ կգնաք այգի, կամ ամենայն դեպս երեխաներին եթե տանում եք այգի, այստեղ այս քարտերով այդքան էլ, հա, խորհուրդ եմ տա, որ նստացնեք այնպես բարձր կարուսելներ, հա, մի փոքր ավելի սահմանափակվեք ցածրերով։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 4-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Կամ իր համար եք անհանգիստ, իր մասին եք անհանգիստ, լարված եք, մտածում եք, կամ բորբոքված եք այդ աղջկա վրա, կամ բարկացած եք, կամ ինչ որ պահեր են այստեղ։ Գուցե ձեր երեխան է, ձեզ չի լսում եւ բորբոքվել եք, հա, բարկանում եք։ Գուցե քույրն է, ընկերուհին է, ինչ որ քայլ է արել։ Եվ այստեղ ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը, ոմանք շատ լուրջ, ոմանք ուղղակի հագուստի մեջ։ Եվ այստեղ օծեր կամ հենց օծ է, դիմացինը, այդպես օծություն կարող է անել, կամ իմաստուն մարդ է, կամ նաեւ օծի տարում է ծնվել նա։ Խորհուրդներ է տալիս ձեզ, ճիշտ, կամ օծը որ մտնում է, դա համար կարող է այստեղ, օրինակ տարբերություն չկա, այդտեղ լարված էիք, բան, հա, կարող է դրա համար է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 4-ին։ Մանրուքների հետևից եք ընկնելու, ուղղակի կարող է այդտեղ ժամանակ վատնեք, միգուցե մանր-մունր խնդիրներ են, միգուցե մանր-մունր գործեր են, որոնք որ պետք է անեք, ժամանակ ավելի շատ դրա վրա վատնեք եւ դանով ոնց որ գումար վաստակեք։ Այդպես է, ինչ որ պահեր են այստեղ։ Կամ խորանում եք, ինչ-որ բաներ պետք է նաև, որ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք այդ օրը, հա, թեկուզ հենց իրոք ժամանակ վատնեք դրա վրա, կախված է թե ինչ գործունեություն եք անում, ինչով եք զբաղվում, գուցե հաշվապահություն է եւ եւս, հա, պետք է մի հատ աչքի տակ անցկացնել բոլոր թղթերը կամ այնպիսի գործեր են, մի խոսքով, հա, որոնք որ իրոք կարևոր են, որ լավ մի հատ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնեք։ Սա ժամանակն է ինչ որ մի բան անելու, ժամանակն է միգուցե գումարը վաստակելու կամ գումարը գրելու, թե որքան եք ծախսում ընդհանրապես։ Եվ
Նաև դե գո ինչ-որ մի բանի վրա եք ավելի շատ ժամանակ վատնում, հա մյուսի վրա ավելի քիչ։ Նաև գումար այդ օրը կստանաք, նաև գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։